Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոընդունիչները, եթե մեզ լսում եք, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ որևէ այլ տեղ, նաեւ բաժանորդագրվեք այդ հարթակներին։ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում եւ Մոնիկա Մամյանի սաղավարտն է այստեղ։ Բոլորին դեմեմի տղաներն են տաղավարում, ով մեր Facebook-յան էջին հետևում է, մեր կամ բոլորին դեմեմի Facebook-յան էջին, գիտի, որ տենց, այսպես ասած, չելենջներ են իրար նետվել, բոլորին դեմեմը պնդում էր, որ մենք իրանց բլոկ ենք արել, երբ որ իրանք IT-ով էին զբաղվում, մենք իրանց հրավիրում էինք, իսկ հիմա չենք հրավիրում, մենք հրավիրել ենք, բայց ես ուզում եմ արդար լինեմ ձեզ հետ, երբ որ իրանք IT-ով էին զբաղվում, իրանք շատ ավելի հետաքրքիր էին, քան երբ իրանք քաղաքականությամբ են զբաղվում, որովհետև երբ իրանք IT-ով էին զբաղվում, մենք լուրջ բաներից էինք խոսում։ Մի փոքր անլուրջ բաներից։ Ողջույն տղաներ։ Բարև, ողջույն։ Ոնց եք գնահատում քարոզարշավը։ Լավ են գնահատում, ուրեմն այս հաղորդումը, որ մարտահրավեր էինք նետել, Մոնիկան պետք է գար նկարվեր հետներս, բայց փաստորեն ճնշումը այնքան մեծ էր, որ տենց զամեններով եք խաղում հա մեր հետ։ Մենք օպերատոր չունենք, եթե օպերատոր ունենայինք, ինքը կպտտեր տեսախցիկը, կտեսներ, որ Մոնիկա Մամյանը տաղավարում է, մենք իրան ողջունում ենք, ինքը ուշադիր լսում է։ Մոնիկա Մամյանը ձեզ շատ է սիրում, եւ ինքը կաշկանդված է ձեզ բարդ հարցեր տալու, իսկ ես կաշկանդված չեմ։ Դրա համար մենք որոշեցինք, որ ես խոսեմ այսօր ձեզ հետ։ Իմ ձեռքում, սիրելի ռադիոլսողներ, բոլորին դեմեմի ոնց է բուկլետ, թռուցիկ։ Հիմա նայում ենք, ինչպես ազատվել սվիտերին կպած ծամոնից, ինչպես ազատվել գինու հետքերից, ինչպես ազատվել այրոցից, ինչպես ազատվել բերանի վատ հոտից, ինչպես ազատվել կայուն մեծամասնությունից։ 5 նպատակով եք գալի։ Բայց մենք թռուցիկները նենց ենք սարքել, որ դեն չնետեք։ Օրինակ, ձեր աշխատակիցները հիմա այնտեղ օգտվում են սրա խորհուրդներից, ես տեսա, որ մեկը գինի թափեց, հիմա օգտվում է։ Մենք այնպես ենք անում, որ քաղաքացիները աղբը չնետեն, որտեվ միշտ չի որ ձեռքի տակ ChatGPT կա։ Հասկացա։ Հիմա ի վերջո 5 նպատակով եք գալիս։ Սրանք են բոլորին դեմեմի նպատակները։ Մենք տես թռուցիկներ ունենք, որի մեջ տարբեր կան, մենք շատ նպատակներ ունենք, բայց դրանցից մեկը օրինակ այդտեղ կա, կամ մեծամասնություն չեղարկելն է, դրանցից երկուսը կան ուրիշ թռուցիկների մեջ։ Ֆիքսենք կարևորը կայուն մեծամասնությունն է։ Ում համար ոնց։ Չէ, ձեր համար։ Մենք քաղաքացիներ ունենք, ում համար ոնց որ ծամոնը փոխելն է կարևոր, քաղաքացիներ ունենք, ում համար կան նայածով ինչ խնդրի մեջ է։ Չէ, ես հասկանում եմ, մենք որ քաղաքացիների մասին խոսանք, քաղաքացիներին առանձին կհարցնենք։ Հիմա ոնց որ ձեզ ենք հրավիրել, դրա համար ձեզ եմ հարցնում։ Հիմա այս 5 նպատակից ձեզ համար ամենակարևորը ո՞րն է։ Նայեք, մենք խորը ուսումնասիրություններ ենք արել, քանի որ լիքը փող ունենք, կարծել ենք ստանալ, թե մեր հասարակության որ շերտերը ինչ խնդիր ունեն, ու այդ խնդիրներին ինչ լուծումներ է պետք տալ։ Հիմա մենք պայմանական հասկացել ենք, որ այս 5 տեսակ կարևոր խնդիրները կային երկրում, ու դրանց պետքա լրջագույն լուծումներ։ Բոլոր քաղաքական ուժերը այս հարցերին նորմալ չեն վերաբերվում։ Իրանք կիսատ ծրագրեր են ներկայացնում։ Այո։ Իսկ մենք համալիր, համապարփակ լուծում ենք տվել։ Ոչ մի քաղաքական ուժ չի կարացել մի հատ այսպես թռուցիկում մարդկանց խնդիրները լուծի։ Մենք կարացել ենք արդեն։ Շնորհակալ եմ։ Այստեղ մի հատ բան կա, էլի, ֆունդամենտալ հարց կա, տղեկ։ Դուք շատ կարևոր բաների մասին եք սկզբից խոսում, մինչև քարոզարշավի սկիզբը։ Որ ինչ որ մարդկանց դուր էր գալի, ինչ որ մարդկանց դուր չէր գալի, ինչ որ մարդկանց թվում էր, որ դուք ինչ որ մեկի պրոյեկտն եք, չնայած ես գիտեք, որ վաղուց եմ տղաներին ճանաչում ու բացարձակ կասկած չունեմ իրանց մոտիվացիայում։ Հա, բացարձակ անուն ազգանունով որևէ կասկած չունեմ, ամեն ինչ նորմալ է տղերքի հետ, այսինքն ոչ մեկի պրոյեկտը չեն, շատ ուզում են, որ մենք ապրենք ավելի լավ երկրում ու ասեմ, որ հավանաբար իմ պատկերացումը ու իրանց պատկերացումը լավ Հայաստանի վերաբերյալ շատ մոտ են իրար, կարող է նույնիսկ սիմետրիկ են։ Ինձ ուրիշ բան է անհանգստացնում։ Արդյոք այդ կարևոր բաները, որի մասին դուք խոսում եք մինչև քարոզարշավը, այսօր չեն կորում ջուր ծեծելու, ցեղ շպրտելու ու Սպայդերմենի համազգեստի մեջ, որովհետև երբ որ հիմա մարդիկ խոսում են բոլորին դեմեմից, ոչ մեկ չի խոսում կայուն մեծամասնության չեղարկումից, ոչ մեկ չի խոսում ընտրական շեմը 1% սարքելուց, այլ բոլորը խոսում են նավակից,
ու ռետինե մուրճով ոնց եք խփում ջրին ու ոնց եք ցեղ շպրտում։ Տենց խնդրեմ չեք նկատում քարոզարշավի մեջ։ Ես նկատում եմ։ Ես տեսնում եմ, այսինքն երբ որ իմ միջավայրում, իմ շրջապատում, որ ասում են բոլորին դեմ, ասում են, հա, այնտեղ եք, որ բան ցեղ են շպրտում Spider-Man-ի շորերով, ու ոչ մեկ չի ասում այնտեղ եք, որ ուզում են կայուն մեծամասնությունը չեղարկեն։ Հա, ինձ թվում է դա բավականին արդար տեսանկյուն է, բայց նայեք հետեւյալ տրամաբանությունը ինչու՞ն է կայանում։ Ոնց որ երբ որ դու խոսում ես կայուն մեծամասնությունից շեմի իջացնելուց, բոլորին դեմում քվեաթերթիկ ավելացնելուց, դա ունի իր լսարանը։ Մարդիկ կան, ովքեր որ sense tenants հետաքրքրված են քաղաքական ծրագրերով, sense tenants լսում են այդ քաղաքական ծրագրերը, հետաքրքրում են ով են, ինչ են, խի են ուզում անեն, ինչ են ուզում։ Այդ մարդիկ sense tenants կան, այդ մարդիկ sense tenants հետաքրքրվում են։ Հիմա խնդիրը, որ մենք դուրս ենք եկել լուծելու, այդ մարդկանց հետ չի։ Մենք ունենք շատ լուրջ քաղաքական խնդրեմ Հայաստանի Հանրապետությունում։ Այդ այնա, որ 30-40% քաղաքացիներ քաղաքական process-ներից դուրս են մղված։ Այն մենք ինչ անում ենք ջուր ծեծելով, ցեղ շպրտելով եւ այլն, դա փորձ է, ու իդեպ իմ կարծիքով բավականին հաջողված փորձ է, այդ մարդկանց բերելու քաղաքական դաշտ հետեւյալ կերպ։ Նայեք, ոնց որ երբ որ մարդիկ ստիպված են լինում իմանալ մեր մասին, իսկ ցեղ շպրտելը դա ակցիա է, որտեղ որ մարդիկ ստիպված են լինում իմանալ մեր մասին ու խոսել մեր մասին։ Այդ մարդկանց շրջանակում ավտոմատ ինչ որ մի խմբի մոտ առաջանում է հարցը բալավ էսի լուրջ է թե անլուրջ է, բալավ սրանք ովքեր են, բա ինչ են, ու այդ խողովակի միջոցով մենք մարդկանց բերում ենք մեր ծրագրերի մոտ։ Այդքան բան։ Ինքը ոնց որ աշխատող ստրատեգիա, փաստացի աշխատող ստրատեգիա։ Ավելին, եթե դուք տենակ, մենք այս ընթացքում բավականին շատ հարցազրույցների, բանավեճերի, եթերների ենք գնացել, ու այդ ընթացքում մենք ոնց որ այդ ամեն ինչը արել ենք շատ լրջի մեջ, sense ասած, էլի, այսինքն որևէ կերպ այդ process-ը մենք չենք անլրջացրել, այլ խնդրում եմ մի արա իրականությունը։ Իսկ ինչ վերաբերվում է ակցիաներին ու մնացած բաներին, դրա նպատակը այն է, որ ոնց որ ցույց տանք այդ 30-40%-ին, որ sense տարբերակ կա։ Իմ տպավորությամբ ձևը ձեր քարոզարշավում սպանում է բովանդակությունը ու այն մարդիկ, ովքեր որ մինչև քարոզարշավի սկիզբը հետաքրքրված են եղել, այն մարդիկ, այն 30-40%-ը, ում համար դուք ստեղծել եք բոլորին դեմ քվեաթերթիկը, ովքեր որ լուրջ են վերաբերվել այդ քվեաթերթիկին, տեսնում են, որ այդ քվեաթերթիկը ստեղծող մարդիկ ամերիկյան կոմիքսային հերոսի համազգեստով քաղաքում ջուր են ծեծում։ Ու իմ տպավորությամբ ձեր քարոզարշավը անլրջացնում է ձեր առաջ բերած թեզերը։ Ես ընդհանրապես համաձայն չեմ, եթե ոնց որ ասում անցանք լրջին, լրիվ լուրջ եմ ասում ես, որ այն բանը, որ մենք ենք կարողացել անել, ասենք պայմանական Spider-Man-ով գնալ ձեր դիմացի շենք, կենտրոնական ընտրական հանձնաժողով, այտենց բան անելու համար, ոնց որ այտենց բան անելը հեշտ բան է, անելու տեսանկյունից, չէ՞, ասենք դժվար չի ճարել ինչ որ 20,000 դրամանոց Spider-Man-ի շոր ու ինչ որ տեղ գնալ։ Բայց այտենց բան անելու համար լուրջ կամք է պետք, որը որևէ քաղաքական ուժ, եթե դուք նայեք իրանց քարոզարշավները, չի դրսևորում իր քարոզչության ընթացքում։ Իրանք անում են ստանդարտ բաներ։ Մենք անում ենք բաներ, որոնք որ, ասենք հստակ այդ 30-40% մարդիկ, ովքեր որ ձեր ասած մարդիկ, ովքեր որ մեզ կարային ընտրեին, դա այդ մարդկանց մեսիջը, որ մենք կամք ենք դրսևորում այտենց բաներ անելու։ Մենք մեր կյանքում ապրել, աշխատել ենք, ամեն մեկս տարբեր ոլորտներում հաջողությունների ենք հասել, բայց դա մեզ չի խանգարում, որ եթե պետք է անել ինչ-որ բան, որպեսզի քո մասին ավելի շատ իմանան, որպեսզի հասկանան ու տենան, որ դու բացի այն, որ մտածում ես, նաև կարողանում ես այդ կրեատիվը մինչև վերջ իրականացնել, այդ ենք մենք իրանց ցույց տվել։ Հիմա եթե դուք անձնապես ինչ-որ գնահատական ունեք, որ դա ինչ-որ իրանց մասին մի մասի համար անլուրջ կլինի, իրանք մեզնից երես կթեքեն եւ այլն, այստեղ ինձ թվում է կարեւորը ոչ թե դա, այլ կարեւորը նա մենք արդյոք կարացել ենք առաջին ապովել են, որ բոլորը մեր մասին իմանան, ու պայմանական բոլորը, էլի։ Երկրորդ իրանց տվել ենք համապատասխան, ասենք դրական էներգիա, որ իրանք ոչ միայն մեր մասին իմանան, այլ նաեւ ամսի 7-ին դան քվեարկելու։ Էդի մենք ու դուք հիմա ստեղ նստած ապագայի գուշակություններով առաջին մասը չէ, գուշակենք, առաջին մասը վստահաբար ապահովել եք։
Այսինքն ճանաչելիության տեսանկյունից, այո, ինքը իհարկե լավ ակցիա էր։ Այսինքն եւ շարունակությունն էլ է լավը, որպես ճանաչելիության ակցիա, բայց շատ քաղաքական գործիչներ կան, որ ճանաչում են, բայց իրանք չեն ընտրվում։ Այսինքն ճանաչելիություն ապահովելը մի բան է, իրան մոնետիզացնել, ստանալ էլեկտորալ ցուցանիշ, ուրիշ բան է։ Դե մենք ունենք մեզ եկած ինչ որ հարցումներ կան, որ մենք adekvat ենք նայում էլի ամեն ինչին, բայց մեզ եկած ինչ որ տվյալներով մենք այս ընթացքում աճել ենք։ Ու այդ մեր համար այդ նշանակում է աճել եք էլեկտորալ թե աճելա ճանաչողությունը, դրանք երկու տարբեր թվեր։ Էլեկտորալ աճել ենք։ Ու ավելին այդ հարցումները, որ մեզ ասվել է, այդտեղ ոնց որ մենք ենք մենակ աճել եղած ուժերից։ Բոլորը իրանց բաները պահպանում են, մենք ենք որ աճենք գրանցում։ Այդտես իսկ վերջնական դա կիմանանք ասում եմ հունիսի 7-ին, բայց գոնե հիմա 8-ին, հա, կան։ Գոնե հիմա, երբ որ մենք այդ տվյալները տեսնում ենք, մենք արդեն հասկանում ենք, որ ճանապարհը, որ ընտրել ենք, ինքը սխալ ճանապարհ չի։ Ինքը ճիշտ ճանապարհ է։ Այլ հարց է, ինչքան դա կարանք էլ ավելի մասշտաբային սարքենք, ինչքան կարանք ավելի հետաքրքիր ու կրեատիվ լինենք, որովհետև ինչ որ ուրիշ տեսակ բաներում չենք կարողանալու հաստատենք։ Դա մերը չի։ Որ թիվն է, որը ձեզ կբավարարի։ Անցնելը։ Չէ, անցնելը չէ, որ թիվը, որ տոկոսն է, որը որ դուք համարում եք, որ դուք տենց գոլ խփած կլինեք։ 10% լինի։ Բոլորին դեմ քաղաքացիներ, հունիսի 7-ին եկեք, այդ որ դեմ նայեմ, այնտեղ 3-ից որին էլ ուզես նայես, Վարդան։ Հունիսի 7-ին արդեն իմաստ կա, կարակ գաք, համար 2 քվեարկեք։ Այն ուժերի, եթե դուք ունեք սիրած ուժեր, բայց դրանց գնում քվեարկում եք չեն անցնում, էլի եկեք ու մեզ քվեարկեք, որ 100 օր հետո հաստատ գնաք ձեր սիրած ուժերին քվեարկեք։ Այս տեսակ մարդկանց համար է ստեղծված բոլորին դեմ եմ։ Ու քանի լրջացրել եք, եկեք ես մի քայլ ավել լրջացնեմ, էլի այս բանավեճը, ոնց որ բանավեճ է դառնում։ Հիմա ոնց որ նույնիսկ մեր թվում ունեմ, ես էդի մեր թվի անդամների հետ եմ էլի այդ հարցի շուրջ վիճում, որ այս ակցիաները ներկայացնելուց ներկայացնում է, որ մենք ինչ-որ բան անլուրջ ենք արել։ Դուք էլ օրինակ ձեր խոսքի մեջ ասացիք, որ մենք ինչ-որ բան անլուրջ ենք արել, կատակ ենք արել, հայպ ենք արել կամ չգիտեմ, այդպես տարբեր մաչի, դուք հայպ չեք ասել, բայց ասել եք անլուրջ բան եք ասում, անլուրջ բան է։ Չէ, դե հարցնում եմ, տենց չի լուրջ բան եք արել։ Ես պնդում եմ ու այդ դիրքորոշումը կարամ ամբողջությամբ պահեմ ու հեսա կխոսենք, որ մենք թեկուզ մի հատ փոքր անլուրջ քայլ չենք արել։ Չկա մեր քայլերի մեջ ոչ մի բան անլուրջ։ Եվ բոլորին դեմ եմ, դա կուսակցություն է, որը որ մարտահրավերն է ամբողջ քաղաքական համակարգին, բոլոր խաղացողներին, այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ ու իդեպ բոլորին դեմ եմ քաղաքացիներն է հենց այդ իրավիճակում, ինքը իրան չի տենում այդ քաղաքական համակարգի մեջ ինչ որ ձև։ Այդ նշանակում է, որ այդ քաղաքական համակարգը իրականում այդ մարդկանց համար գոյություն չունի։ Իրանց համար շոու է, թատրոն է այդ քաղաքական համակարգը։ Հիմա մենք դուրս ենք եկել այդ համակարգի դեմ ու անում ենք քայլեր, ուզում եք դրա անունը դնենք հարձակումներ, քաղաքական հարձակումներ։ Այդ քաղաքական համակարգի դեմ մեր Spider-Man-ի փրկիչի շորով գնալը, դա քաղաքական հարձակում է։ Մեր ջուր ծեծելը, դա քաղաքական հարձակում է։ Մեր բոլոր ակցիաները, դրանք ոտից գլուխ լուրջ ակցիաներ են, այդտեղ մի հատ կատակ չկա։ Դուք ընտրության գնացել եք, դուք ընտրվող դուք ընտրության գնացել եք։ Երբ։ Երբևէ գնում եք, անցածին գնացել եք խոսք։ Հա, չեք գնացել։ Ընտրողը ես եմ, ընտրվողը դուք, չէ՞, այսինքն ես որ դրան նայում եմ, ես համաձայն եմ ձեր հետ քաղաքական դաշտը ընդհանուր շոու է, բայց տպավորություն է ստեղծվում, որ դուք այդ շոուի մի մասն եք։ Ուրիշ բան կա, որ դուք ձեր օրակարգով եք, դուք ռեպերտուարը փոխում եք շոուի։ Հա, ուրիշ նույն շոուն է, ուղղակի ուրիշ ռեպերտուարով։ Իսկ մենք չենք սիրում բոլորին, որովհետև մենք շոուն չենք սիրում։ Այո, հիմա մենք կարծում ենք, որ դուք եկել եք, որ շոուն ավարտվի, ոչ թե շարունակվի։ Դուք որ իրան շոուն նայում եք, դրանից ինչ եք զգում։ Իրան շոուն որ նայում եք, ինչ որ խառը այդ ցեղ շփրտոցին։ Ես որ իրան շոուն նայում եմ, տեսնում եմ, որ շոու է, ու էլ չեմ նայում։ Ուզում եմ լուրջ բան նայեմ, միացնում եմ ձեզ, տենում եմ, որ ձեր մոտ էլ է շոու։ Չէ, մեր մոտ շոու չի։ Դե ոնց։ Ասենք Spider-Man-ը գալիս է խփում է ջրին, այդ շոու է։ Դա ընդհանրապես լուրջ քայլ է, բայց չէ, իսկական դա լուրջ քայլ է, բայց հետեւյալ բանը ասեմ, էլի, նայեք, ոնց որ պատկերացեք թատրոնը, չէ՞, ասենք թատրոնը ինչ որ մի դերասան է, իր դերասանությունը Համլետի դերն է կատարում, Համլետի դերը կատարում է։ Հիմա երբ որ է թատրոնում, այդ բեմը նույնն է, համաձայն եմ, այդ բեմի վրա պետք է կանգնես, մենք էլ ստիպված եկել այդ բեմի վրա կանգնել ենք։
բայց մենք այդ բեմի վրա եկեք կանգնել ենք ու չենք ասում, որ մենք Համլետն ենք։ Չենք ասում, որ մենք Համլետն ենք, ասում ենք ժողովուրդ չենք, մենք դերասան ենք, հելել ենք ստեղ, դերասանություն ենք անում։ Չենք հել այստեղ ձեզ բան պատմում։ Այսինքն, այո, ձեր ասած ես համաձայն եմ, որ մենք ուզած-չուզած այդ բեմի վրա կանգնել ենք, բայց այդ բեմի վրա կանգնելով ձևեր չենք թափում, թե իբր մենք այն փրկիչներն ենք կամ ինչ-որ փրկիչի դեր ունենք կամ կարողանում ենք այն ծրագրեր մշակել, որ գնամ լուրջ խոսամ ԵՄ-ում մտնելու, թե ԵԱՏՄ-ում մտնելու, թե կարողանալու եմ գնամ խոսամ, թե մեր անվտանգության համակարգը ոնց է պետք բարեփոխել։ Ես ասում եմ ու գնահատական եմ տալի մնացած բոլորին, որ ընկեր դուք իրականում ասում եք, որ մեր բանակը սենց է պետք վերափոխել։ Էդի իրականում մեր ջուր ծեծելն է։ Ոչ մի բանով չի տարբերվում։ Սա իրականում լուրջ է։ Ասում եմ, ոչ մի բանով չի տարբերվում։ Հիմա մենք տարբերություն ենք ուզում։ Մենք տարբերությունն ենք ման գալի։ Տարբերվում է նրանով, որ քեզ ցույց են տալի այն ինչ կա։ Ես քո հետ համաձայն եմ։ Մենք միգուցե չենք տալի այն միտքն ու գաղափարը, որը որ դու կուզենայիր։ Լրիվ համաձայն եմ։ Ճիշտ հասկանանք իրեն։ Ձեր սպասվող էլեկտորատը այն մարդիկ են, ովքեր որ գիտեն, որ նրանք ջուր են ծեծում։ Իրանց պետք չի դա ցույց տալ։ Եթե իրանց ցույց տալու կարիքը լներ, իրանք չէին գնա։ Այսինքն, այն բազան ձեր էլեկտորալ, որի վրա դուք ուզում եք հենվեք այն 40%-ը, այլևս գիտեն, որ քաղաքական ուժերը ջուր են ծեծում։ Հիմա իրանք չեն ակնկալում, որ իրանց ինչ որ մեկը կասի, որ գիտես ինչ կա, սրանք ջուր են ծեծում։ Իրանք այդ գիտեն, դրա համար չեն գնացել, այսքան ժամանակ ընտրա տեղամաս։ Իրանք սպասում են որևէ քաղաքական ուժի, որը ջուր չի ծեծում։ Հետո միացնում են, փոխում են, տեսնում են, որ դուք էլ եք ծեծում։ Բայց մենք ջուր չենք ծեծել։ Այդ իմաստով։ Հասկացա, դուք նայում եք քաղաքական ուժերին, որոնք որ խոսում ու ջուր են ծեծում, բայց մեր ջուր ծեծելը դա ջուր ծեծել չի եղել։ Այսինքն դուք ցույց եք տալի մարդկանց, որ իրանք ջուր են ծեծում, որոնք երկար տարիներ ընտրություններին չգնալով արդեն գիտեն դրա մասին։ Այո, բայց դա Ինչն եք ցույց տալի, չէ՞, ավելի շուտ ում եք ցույց տալիս, մարդկանց ովքեր որ գիտեն այդ արդեն։ Ասեմ, այդ 30-40%-ը իրականում ինձ թվում է սխալ է իրանց ընդունել որպես մի խումբ մարդիկ, հա, այսինքն շատ սխալ է այդ մարդկանց ընդունել մի խումբ ու ասել իրանք այս պատճառներով են բոլորին դեմը։ Ինձ թվում է ֆունդամենտալ խնդիրներից մեկը այն է այդ 30-40-ի մեջ, որ իրանք չեն լսում, իրանք էսի չեն լսելու։ Իրանք այս մեր բանավեճը չեն լսելու։ Կարող է լսել։ Ամբողջ խնդիրը կանում է դրանում, որ այդ մարդիկ քաղաքական դաշտից, քաղաքական բանավեճերից, ոչ այդ բանավեճերը չեն նայում, հարցազրույցները չեն նայում։ Այդ մարդիկ կտրված են։ Հիմա այդ մեր ջուր ծեծելը դա հնարավորություն է, նաև այդ մարդկանց ինչ որ դեռ ներքաշելու, որ մտած են, հələ բայ այդ բոլորի դեմը վերջ ինչ էր անում։ Այդ հարցն է կարևոր։ Այդ հարցն ենք, այդ հարցի ոնց որ մարդկանց մոտ առաջանա այդ հարցը, այս մեր ստրատեգիան աշխատել է։ Հուսանք։ Տեղի ունեցավ նենց ոնց դուք ուզում եք, ստացաք 10%։ Ինչա տեղի ունենում հաջորդիվ։ 10% եթե մենք ստացանք, Ձեր ուզած թիվը, էլի, այսինքն պայմանական, հա։ լավագույն լավ կլինի մինիմում 10%, այսինքն մոտավորապես 100,000 ձայն, հա, այտենց համարենք։ Այդ նշանակելու է, որ մեծ հավանականությամբ որևէ ուժ չունի 50%, որտեղ եթե մեր նման ուժը այսօրվա հարցումների տվյալներում եղած ասենք 4-5 ուժը որ հնարավոր է անցնի ու մենք 10% հավաքեցինք, այդ նշանակելու է մեծ հավանականությամբ որ որևէ ուժ չունի 50%։ Որևէ ուժ եթե չունի 50%, հնարավորություն է ստեղծվելու կոալիցիայով իշխանություն ձևավորելու։ Այդ տեսանկյունից մենք որևէ ծրագիր չունենք, որ պետքա գանք սրան կամ նրան ընտրենք վարչապետ, որ ձեռի հետ էլ մեր ծրագիր իրականացնի։ Մենք այդ դիսկոմֆորտ առաջացնող ուժն ենք, որը որ բոլորին դեմ է, ինքը որևէ մեկի հետ չի կարող կոալիցիա կազմի այդ որևէ մեկի ծրագրերի շուրջ։ Մենք գնալու ենք sense մի հատ փաստաթուղթ ենք տալու, տենց վրան մեծ գրած վերջնագիր, որ էսա մեր առաջարկը քաղաքական ուժերին։ Ու այդ առաջարկը ենթադրելու է, որ մեր տեխնացուն լինում է վարչապետ, իրականացնում է մեր այդ օրենսդրական փոփոխությունները, 100 օր հետո կազմակերպվում է արտահերթ ընտրություններ, որին մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցում։ Կոպիտ ասած, մենք թե մեր, թե իրանց տեսանկյունից բանակցած վերջնագիր անունով փաստաթուղթ ունենք։ Մենք այդ տանելու ենք դնենք ու մենակ է դրա շուրջ կարանք համաձայնության գանք։ Այսինքն, որպեսզի մյուս ուժերը մեզ ընտրեն վարչապետ, մենք մեր գործը անենք։ Եթե դա չի ստացվում, պայմանական այդ ուժերը ինչ որ որոշում են, որ չէ, իրանք չեն համաձայնում, չնայած որ
ասենք մեր իմացած ընդդիմադիր ուժերը իրանք առավոտից երեկոն խոսում են դրա մասին, որ ամեն գնով պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, այսինքն Նիկոլ Փաշինյանը հեռանում է ու մենք փրկվում ենք։ Հա։ Մեր ծրագիրը իրանց համար 100% դա իրականացնելու բան է, որովհետև մեր ծրագրի գոյության համար Նիկոլ Փաշինյանի հեռանալը ինքը տենց անհրաժեշտ քայլ է։ Իրանք ոնց որ եթե դրան չեն համաձայնում, ստացվում է դրան չեն համաձայնվում, այդ թվում նաև 100% Նիկոլ Փաշինյանին հեռացնելու փոխարեն գնում են երկրորդ փուլ, որտեղ արդեն 100% չի այդ հեռացնելը։ Ինչ որ տոկոս է։ Ճիշտ եմ հասկանում, որ ձեր համար Նիկոլ Փաշինյանին հեռացնելը առաջնային նպատակ չի։ Մեր համար առաջնային նպատակը այս քաղաքական համակարգի փոփոխությունն է։ Նիկոլ Փաշինյանի հեռանալը դրա ճամփի միացած քայլ է ալնելու, որը sense tennis պետք լինի։ Դա չի կարա չլինի, որ այս գործը լինի։ Բայց այնպես չի մենք ասում ենք, տիպը Նիկոլին փոխենք, բերենք մեզնից լուբոյ մեկին դա դրեք, երգերը լավ կփրկի։ Չէ, մենք ասում ենք քաղաքական համակարգում փոփոխություններ են պետք։ Այսինքն հին համակարգով, եթե հին համակարգը մնա, հավանականություն լինի փոխել վարչապետին, բայց մնալ հին համակարգով դուք չեք համաձայնել այդ տարբերակը։ Մենք այդ դեպքում ասում ենք, խնդիր չկա, դուք իրար հետ կարա գնաք երկրորդ փուլ, եթե չեք համաձայնում։ Մենք մենակ սրա շուրջ կարանք համաձայնվենք։ Եթե չեն համաձայնում, գնում է երկրորդ փուլ։ Դուք մասնակցում եք, չեք մասնակցում։ Մենք երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չունենք։ Այո։ Ըստ օրենքի առաջի երկու ուժերն են գնում, եթե հա մենք կլինենք երկրորդը բարձր կմասնակցենք, բայց եթե չլինենք, ապա մենք չենք մասնակցելու, այդ ժամանակ մենք որևէ բան չունենք։ Մենք որևէ ուժի չենք պատժ Այո, գնում եք երկրորդ փուլ, հետո մանդատները դնում եք, ճիշտ հասկացա, երկրորդ փուլ, մենք մանդատները դնում ենք։ Այո։ Ո՞վ է ձեր հետևից գալի, չի անհանգստացնում ձեզ այդ հանգամանք։ Մեր հետևից ով է գալի։ Այսինքն դուք որ մանդատները դնում եք, չէ՞, չէ՞ այլ քաղաքական ուժ է հայտնվում պարլամենտում, չէ՞։ Տենց չի, ոնց է։ Թափում են մնում այդ մանդատները, հանուն արդարության դա մենակ մի դեպք կա, որտեղ որ կարող է քաղաքական որոշումով ու սահմանադրական դատարանի որոշումով բերեն ուժ ավելացնեն, այդ միակ դեպքերն է, որ եթե խորհրդարան 3 ուժ անցնի, մենք լինենք երրորդ ուժը, եթե մենք մանդատները դնենք դուրս գա, կարող է այդ որոշումով բանով այն մյուսին բերեն դնեն, այդ ռիսկը կա, մենք վերջնական պատասխան որպես այդպեսին դրան չունենք, բայց կարամ պնդեմ են, որ մենք հաստատ չենք ուզում, որ մեր տեղը ինչ-որ մեկը զբաղացնի, դրա ինչ-որ լուծում կգտնենք, որ ինչ-որ մեկը բոլորին դեմը մի տեղը չզբաղացնի։ Կա հավանականություն, որ մնաք պարլամենտում, թե բացառված է նման տրամաբանություն, որովհետև դա կլինի ուղիղ մանիպուլյացիա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ուղիղ, որովհետև մենք հայտարարել ենք, որ սա բոլորին դեմ եմ քվեաթերթի կա, մենք կուսակցություն ենք, բայց իրան փորձել ենք սարքել նենց, որ ինքը լինի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, իսկ բոլորին դեմ եմ քվեաթերթիկի արդյունքում չի կարա Սպարտակ Կուրեգյանը կամ Արամ Քոչյանը գնա ու падգամավոր աշխատի։ Այդ բարձա հաջորդ ընտրական ցիկլում պլաններ ունեք 100 օր հետո նայած երբ կլինի։ Դե մենք մտածում Հաջողության դեպքում 100 օր հետո, անհաջողության դեպքում 5 տարի հետո։ Մենք եթե այդ հարցը մեզ անձնապես ավուված, անձնապես։ Հա։ Բոլորին դեմը մենք հասկացանք կլուծարվի եւ այդքանով ամեն ինչը կավարտվի, հետո ինչ։ Անձնապես ապա այո։ Ու բոլորին դեմում հավաքված տարբեր մարդիկ, իրանք եւս նրանցից շատերը մեծ հավանականությամբ կշարունակեն քաղաքական ճանապարհը, որևէ երաշխիք չկա, որ այդ քաղաքական ճանապարհը բոլորը պարտավոր են իրար հետ շարունակել, որովհետև հա, մեր մոտ ներգրաված մարդիկ տարբեր մտքերի, գաղափարների տեր մարդիկ են, կարող է ոչ բոլորը իրար հետ շարունակեն, բայց ամեն դեպքում կարծում ենք, որ դա կլինի ու այդտեղ մի հատ կարևոր բան էլ կա, էլի, իրականում նայեք։ Իմ կարծիքով այս ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը գալիք 5-10 տարվա ընթացքում այտենց էական փոփոխությունների է ենթարկվելու անձերի մակարդակում, այսինքն նոր քաղաքական ֆիգուրներ են գալու, ակտորների փոփոխություն ալինելու, ֆիգուրներ գնալու են, ասենք պայմանական այս ընտրություններին օրինակ հանրապետական կուսակցությունները չմասնակցած, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը պայմանական ու իրանց կուսակցությունը մեր Հայաստանի քաղաքական դաշտը այտենց մեծ բանով էլ ներկայանալու են։ Նույն ձև, ասենք նույն Քոչարյանի բանն է իմ կարծիքով գնալու նույն Սամվել Կարապետյանը երևի չէ Ծառուկյանի համար կարա սա այսպես ասած վերջին ընտրությունները լինեն ու տենց էլի ուժեր կան, որոնց համար կարծում եմ սա տենց իրանց վերջին ակորդն է, էլի ստացվի, չէ։ Ու այդ տեսանկյունից էլ է կարևոր, որ քաղաքացիները հասկանան, որ ոնց որ
Հիմա իրանք ինչի մեջ են ընտրությունը անում, էլի, այսինքն ընտրություն են անում ինչ-որ մարդկանց մեջ, որոնք որ նույնիսկ եթե անցնեն խորհրդարան, մեծ հավանականությամբ իրանք այդ ոնց որ վերջի 5 տարին է այդ խորհրդարանում, էլի, հա, թե անեն ընտրություն նենց ուժերի, որոնք որ իրանք ջանքերը չեն խնայում, իրանք մոտ այդ էներգիան շատ է, ու իրանք պատրաստ են գալ ու այդ գործը անել։ Ես ոնց որ խորհուրդ կտայի Տղեկ, մարդկանց մոտ կարա տպավորություն ստեղծվի, որ բոլորին դեմը ձեր համար ուղակի տրամպլին է հետագա քաղաքական գործունեության համար, այսինքն սա ինչ որ վառ ներկայանալու պերֆորմանս է, ավելի ճանաչելի դառնալու ու քաղաքական հայտ տալու համար։ Դա ինչ որ բան կա, ինչը իրականում վատ չի, այսինքն դա մեղադրանք չի, այնպես չի որ դրանում ձեզ կարելի է մեղադրել, բայց կա տենց բան։ Նայեք, բոլորին դեմը ինքը չի նախագծվել որպես տրամպլին։ Բայց որ աշխատի ինչ վատ բան կա դրա մեջ։ Էդ եմ ասում, վատ բան չկա դրա մեջ, ուղղակի ասենք ոնց է։ Ինքը նախագծվել է հետևյալ ձև։ Մենք նստել ենք, փորձել ենք հասկանալ տվյալ իրավիճակում ոնց է հնարավոր այս քաղաքական բետոնած համակարգից դուրս գալ։ Շատ տարբեր Չէ, իմ ասած ուրիշ բան է։ Իմ թեզով, այսինքն հաջորդ կողմից որ իրան նայում ես, ոչ թե ոնց անենք, որ այս բետոնած քաղաքական համակարգից դուրս գանք, այլ ոնց որ սերնդափոխություն է տեղի ունենում քաղաքական, ոնց անենք, որ մենք մտնենք այդ բետոնած համակարգը։ Այսինքն կա ազատ 40% ձեն, հա, ընթացքում։ Եկեք մի հատ լավ բան մտածենք, ոնց որ սերնդափոխությունից հետո մենք հայտնվենք այդտեղ։ Դավիթ, այդ հարցումները կամ այդ մարդկանց տվյալները խոսքի մենակ մենք չենք ունեցել, չէ՞։ Ես չգիտեմ դուք ինչ տվյալներ եք ունեցել։ Այդ բոլոր հարցումները հանրային հարցումներ են, բոլորը ունեցել են։ Չէ, այդտեղ հարցման խնդիր չկա, անցած ընտրությունների թվերը նայում ես, երևում է, այդտեղ հարցում պետք չի անել։ Տեսնում ես, որ 1 միլիոն մարդ չի գնում ընտրատարածք։ Իմ ասածը հետևյալն է։ Երկրի քաղաքական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ասենք մարդկանց բաների, ինքը հնարավորինս բաց համարյա բոլորը տիրապետում են։ Ու քաղաքականությունը խոշոր հաշվով դրա մասին է, չէ՞, որ ով կօգտագործի հնարավորությունները, որ իր բանը առաջ տանի, իր ծրագրերը առաջ տանի։ Ոնց որ հիմա եթե պայմանական այն 5 քաղաքական գելերը էդի չեն մտածել, մենք ենք մտածել, լավ ենք արել։ Թող մտածեն։ Մենք որակում չենք տալի, չենք ասում լավ եք արել, թե լավ չեք արել։ Մենք իրողությունն մենք սենց ենք նայում, էլի, մենք բանով չենք զբաղվելու, էլի, քաղաքական բարեգործությամբ չենք զբաղվելու, որ ասենք ինչ որ տես մի հատ լավ բան են գտնենք մի հատ ինչ որ տես մի հատ քաղաքական գործիչ, որ 18 տարվա անցած ճանապարհ ունի, բանը գցենք ջեբը, ասենք ախպերեսի լավ թեմա է, մենք եք բան կանենք, չէ։ Կարացել ենք մենք գտնենք, մենք եք իրականացնենք։ Այդ առումով ոչ մի բան չունենք, էլի ոչ մեկին բան անելու։ Թող գնային մտածեին։ Իսկ եթե հիմա դրանից հետո մարդկանց հետ իդեպ գնացել ենք, համարյա բոլորի հետ խոսացել ենք, այս ամեն ինչը պատմել ենք, ասել ենք, դրանից հետո իրանք որոշել են վсё այս խաղի մեջ այս ձևով մտնեն։ Ու հիմա քարոզչության, ասենք, ընթացքում եկել նոր հասկացել են արա, որ սրանք ճիշտ էին ասում։ Մենք մենակ ուրախ ենք։ Մենք ուրախ ենք դրա համար։ Սիրելի ռադիոլսողներ, քանի որ մեր հաղորդումը պլանավորած չէր, որ ես պիտի վարեի, ես կարծում եմ, որ մենք առիթ կունենանք լսել նաև բոլորին դեմեմի եւ Մոնիկա Մամյանի հարցազրույցը մոտ օրերս կաշխատենք այնպես անել, մենք էլ հասկանում եք Քարոզ Արշավի ժամանակահատվածում ենք աշխատում, բալանսը չխախտելու խնդիր կա, բայց կգտնենք ինչ որ հնարավորություն, որ դուք նաև Facebook-ում խոստացված եւ սպասված հարցազրույցը լսեք բոլորին դեմեմի եւ Մոնիկա Մամյանի։ Դավիթ Խումարյանը ձեզ համար բարեց այս հարցազրույցը, կհանդիպենք, շնորհակալ եմ։